գրեթե քննությունը սկսված է ձեր սպասելիքները հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ միջնորդության քննության սկսումը պարզ դարձավ, թե ում է մակագրվել գործը, Վահե Դոլմազյանը հանրությանը եւ առասարակ մեր հասարակությանը հայտնի է որպես իշխանությունների սրտի որոշումներ կայացնող դատավոր։ Դուք ինչ սպասելիքներ ունեք հաշվի առնելով, թե ում է մակագրվել Սամվել Կարապետյանի միջնորդության հարցը։ Իշխանությունը ամեն ինչ անելու է, որ Սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը եւս 2 ամսով իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից եւ Սամվել Կարապետյանի սկսած շարժումից, եթե իրենք ոչ մի մտահոգություն չունեն, ինչու են այսպես ակտիվ ուզում երկարացնել իր կալանքը, ինչու են բռնել։ Արդեն իսկ խախտումներով չի քննությունը։ Նախ իրենք մի օրվա ընթացքում ուղղակի հաջորդ օրը դրեցին դատը, որ իրենց կարծիքով տեղի չունենան հասարակության կողմից ակցիաներ, քանի որ հասարակության մեջ կա բողոք։ Բայց դուք կարող եք տեսնել, որ այս ամբողջ փողոցը դատարանի մյուս մասն էլ, դատարանի դիմացն էլ մարդկանցով լի է։ Դա ցույց է տալիս, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ նպատակաուղղված գալու են։ Հանրահավաքով մի սպառնացեք, ասում են մեզ հանրահավաքով մի սպառնացեք, ինչպես կարձագանքեք, հա է։ Իսկ հանրահավաքով սպառնում են մարդկանց, իրենք որ հանրահավաք են արել սպառնացել են։ Պարոն Կարապետյան, ես իշխանությունների քարոզչությունը վերջին շրջանում այդ մասով եմ ձեզ ուզում կոնկրետ հարց ուղղել։ Իշխանությունը ձեզ մեղադրում է ոչ գաղափարական լինելու մեջ, քարոզելով, որ ձեր կողմնակիցների մեծ մասը հավաքվել են ձեր շուրջ փողի համար։ Կկարողանաք բոլորի ակնկալիքները բավարարել։ Այստեղ գտնվող մի քանի հազար մարդկանցից ես ճանաչում եմ երևի 10%-ին, 15%-ին։ Այսինքն ոչ գաղափարական, ինձ թվում է վերջի ժամանակն է մենք չլսեցինք որևէ գաղափարական արգումենտ իրենց կողմից։ Իրենք մենակ ինչ որ մարդկանց անվանարկելու ակցիաներ են անում, բայց որևէ ծրագրային առաջարկ, որևէ ինչ որ իրենց առաջարկը մեր երկրի հետ կապված մենք չենք լսել այսքան օրը։ Միայն անվանարկում են ու կարծում եմ, որ մեր ժողովրդին դա է հետաքրքիր, բայց ինձ թվում է մենք հաղթահարել ենք այն շեմը, մեր ժողովրդավարությունը հաղթահարել է այն շեմը, որ անհատներին անվանարկելով մարդը կարող է գալ իշխանության։ Դուք այսօր լսել եք միջազգային փորձագետի ինչ ասեց, այնքան ենք հարձակվելու Հայաստանի վրա, մինչև Սամվել Կարապետյանը ազատ արձակվի։ Ինքը դες է քննարկել է, թե ինքը իր ձևով է արձակվել։ Շարունակությունը նա ասեց, վիդեոն կտրել էին, նա շարունակությունը ասեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա, ինչքան ես հիշում եմ, Հայաստանի վրա ոչ ոք չի կարա գրոհի, գրոհելու միայն հավասարակշռել է պետք, միայն հավասարակշռել է պետք։ Դե իրենք բոլորին կարող են կալանավորել, բայց ինձ թվում է բերթերում արդեն տեղ չկա ու իրենք ոնց որ նոր բան են ման գալիս, թե ինչ անեն, որովհետև իրենց այս ռազմավարությունը բերելու է նրան, որ բերթերում ուղղակի տեղ չի լինելու։ Պարոն Կարապետյան, դատական նիստի մասնակցում։ Հա, խնդիր չկա։ Հա, մի քանի անգամ ասել եմ, որ խնդիր չկա։ Պարոն Կարապետյան, ձեզ անընդհատ սպառնում են իշխող ուժը, որ պետության համը բերանները դա մնալու վախենում եք այդ արտահայտությունից ու ինչ եք սպասում։ Պետության համը շատ քաղցր է։ Հայաստանի պետության 1000 տարվա ընթացքում առաջի անգամ անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության համը քաղցր է։ Այո, մեր բերանը կմնա։ Պարոն Կարապետյան, հանրահավաքից, եթե ենթադրվող հավաքից հետո, որոնք են լինելու ձեր քայլերը, եթե օրինակ դատարանը այսօր օրինաչափորեն գործի, ինչպես նախորդ անգամ։ Հանրահավաքից հետո Ձեր քայլերը որոնք են այսօր։ Լինելու է մեծ հանրահավաք եւ մեծ քայլեր, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելավոճով իրենք չեն կարողանա խոսակցական ասած ամեն անգամ ինչ որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի ալիքը։ Ալիքը չի հանգում, ալիքը ավելանում է, անարդարության զգացողությունը ավելանում է։ Մի բան էլ ասեմ, մենք որ այցելում ենք գյուղերը, իրենք մարդիկ են ուղարկում, շատ գյուղերում կա, որ մարդկանց ցույցում տան, որ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Հաղորդում տվել եք այդ մասով։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ավելի դա ցույց է տալիս մեր բոլոր գյուղերի բնակիչներին, թե այն ինչ իրանք պատմում են ազատության մասին, ժողովրդավարության մասին, իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ
իրենց վարկաբեկում են։ Ուզում ենք մենք մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, թե ովքեր են իրենց բոլոր խոսքերը, ուղղակի խոսքեր են, ոչ մի գաղափարական հիմք ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Ինչ այսօր են ասում, 3 տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, չկա որևէ գիծ, որ հատուկ է այս իշխանությանը։ Պարոն Կարապետյան, կարծիքներ կան, որ պետք է արտաքսել ձեր փաստաբանին իր այդ հայտարարության համար, որ ասել է կգրոհենք Հայաստանի վրա մինչև Սամվել Կարապետյանին ազատ արձակեն։ Այս մասով ինչ կասեք։ Պարոն Ամստերդամը շատ էմոցիոնալ, միշտ հայտնի է իր էմոցիոնալ ելույթներով, կարծում եմ, որ Դուք չտարակուսեցիք, երբ լսեցիք, որ Դե յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու համար դա տարակուսել է, բայց մենք էլ հասկանում ենք, որ դա իր հիմնական նպատակը բանի հետ կապված է իշխանության։ Բայց չեք կարծում, որ հասարակության հետ մի քիչ շատ եք բարդ լեզվով խոսում, մեր ձևով կգրոհենք Հայաստանի վրա, ինչու պարզ չեք խոսում, որ հանրությունն իմանա ինչ նկատի։ Մեր ձևով 6 տառը կամ 7 դրանից պարզ լեզու։ Բովանդակությունը մեր ձևովի մինչև հիմա պարզ չի, պարոն Կարապետյան։ Մենք մի քանի անգամ ասել ենք ամեն մեկը յուրաքանչյուր մարդ ունի իր ձևը։ Դուք ասում եք հայավարի, ձեր հորեղբայրական ասում է ազատության սլոգանը։ Այո, ամեն մարդ, հենց դա է հիմքը, ամեն մարդ ունի իր պատկերացումը, իր ձևը, ձեր ձևը ո՞րն է, Նարեկ ջան։ Բարդ հարցեր տալը մարդկանց մեր ձևով իշխան Տանք մյուս գործընկերներ։ Բայց եթե մյուս թույլ են գործընկերները ուզեն բայց մի խոչընդոտ ներողություն հարցը Պարոն Կարապետյան, դուք որ ասում եք յուրաքանչյուր ոք ինքը, հա, բանանի հասկանա մեր ձևով ինչ։ Իր համար ինքն է որոշում իր ձևը, դասախոսի համար իր ձևը։ Մի բան է, Սամվել Կարապետյան, ներողություն, Սամվել Կարապետյան։ Չեմ կարծում, որ պարոն Ամստերդամի ձևը, չգիտեմ, օթանահովերով գրոհելն էլ, Ամստերդամի ձևը հիմնականում դա իրավական Լավ, ինչ նկատիներ Ամստերդամի Նկատիներ իշխող ԶԼՄ-ները հրապարակել են, որ մեր ձևովից զանգում են տարբեր քաղաքացիների։ Ձեր համար հետևը մի քիչ ազատ տարածք են բացել, ուզում եք եկեք մի քիչ Սահմանափակման Կարապետյան, իշխող ԶԼՄ-ները գրել են, որ մեր ձևովից զանգում են քիչ հետ գնացեք։ կար հնարավորություն պայմանավորվածության եւ պայմանավորվածության հնարավորության գնդակը մեր խաղադաշտում էր Հայաստանը պետք է որոշեր գնում է այդ պայմանին թե ոչ պահում է հադրութը պահում է լաչինն ու քարվաճառը թե ոչ այսինքն գործերը լավ չէին, հա, ձեզ նա տեղյակ էր որ գործերը լավ չէին եւ շատ կարեւոր է որ այդ հայտարարության հիմնական նպատակը մեր հայրենական մեր հայրենիքի իշխող ուժն էր որ գնար բանակցային process-ին եւ աներ այն քայլը, որը կփրկեր 3000 այդ ժամանակ մենք ունեինք 600 զոհ իմ հիշելով 3000 երիտասարդի կյանք։ Դա էր Սամվել Կարապետյանը, ուզում եմ ասեմ պետական գործին հատուկ։ Բարդ Էցինը չի ինտերնետային հիմա երեխաներին արգելել են, սպառնացել են, որ կան մասնակցեն հավաքին, ձեզ նման ահազանգեր եղել են։ ասեմ, իրենք կարծում են, թե այս հազարավոր մարդիկ որ գալիս են, հեծի աշխատողներն են։ Նախորդ անգամ էլ իրենք մտածում էին, որ բազմահազար Մեր ձևով! 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 Իրենց Մեր ձևով! խոսքի ազատ։ Մեր ձևով! Մեր ձևով! Մեր ձևով! Պարոն Կարապետյան, երբ որ Ալեն Սիմոնյանին հարցրեցին մեր ձևով ձեզ մրցակից է թե չէ, վախենում եք թե չէ, ասես նման քաղաքական ուժ չկա, Պոնտենանում Բերդում հայտնվելով ուզում են քաղաքական ապաստան ստանան ազգային ժողովում, այդպես է թե չէ, եւ դուք հարցում արել եք մեր ձևով քանի տոկոս է այս պահին, քանի տոկոս ձայների տիրապետում։ Եթե չեն անհանգստանում, մենք թող իրենք չվախենան Սամվել Կարապետյանից, եթե չեն վախենում Սամվել Կարապետյանից, թող ազատության մեջ լինի նա, մի շաբաթ հետո մենք տեսնենք ինչ իրավիճակ է Հայաստանի ներքաղաքական ընդհանուր դաշտում եւ ինչ իրավիճակ է մեր հասարակության մեջ։ Եթե իրենք չեն վախենում 37 վայրկյանանոց հարցազրույցի հոդվածով 6 ամիս մարդուն պահել կալանքի տակ, ինձ թվում է դա հաստատ ինքնավստահության ցուցիչ չէ,
այլ մի քիչ ուրիշ բանի ցուցիչ է։ Հիմա մեղադրանքը լրացրել են, նախ ձայների հետ կապված։ Ամեն շաբաթ կարող են մեղադրանք լրացնեն, հետո այդ մեղադրանքը մերժվի, ցույց տրվի դրա սին լինելը եւ իրենք փորձեն ինչ որ ձև երկարացնեն։ Դուք պատկերացնում եք 3 ամիս, 4 ամիս մարդիկ մենք ունենալով տասնյակ հարյուրավոր ընկերություններ Հայաստանում գործ չեն կարող գտնեն։ Սա ցույց չի տալիս նախ որ մենք աշխատել ենք ճիշտ օրենքի սահմաններում, ինչքան հնարավոր է Հայաստանի իրականության մեջ, եւ երկրորդը թիմի պրոֆեսիոնալիզմը, այն թիմի, որը հավակնում է աշխատանքներ կատարել ի բարօրություն, որ մեր հայրենիքի։ Պարոն Կարապետյան, դուք բացառում եք սրան լրացնեմ ուղղակի Նարեկ ջան կներես, պարոն Կարապետյան, տեսեք փողերի լվացում, հարկեր տուրքեր չմուծել, իշխանության զավթման կոչ եւ այլն, այսպես որ գնա կարող է Սամվել Կարապետյանին նաեւ պատերազմի մեջ մեղադրեն, պատերազմ սկսելու մեջ։ Աշխարհի բոլոր անտրամաբանական մեղադրանքների մեջ պրոֆեսիոնալ դարձած ուժը, որը ինդուստրիալ մասշտաբի է դա հանել, հնարավոր շատ բան անի, բայց մեր հասարակությունը արդեն իմունիտետ ունի, ստերի եւ ստերի տարբեր ֆորմաների։ Մեկ տարի չազատեցին, մինչև ընտրություններ ազատ չարձակվեց։ Ինչ եք անել, ո՞րն է ձեր գործողությունները։ Իրենք տեսնելու են հասարակության աճող բողոքը, որը այսօր էլ կա։ Մեր գիտեք ինչներ իրանց հաշվարկը։ Որ դուք տոմսերը կառնեք կգնաք Ռուսաստան։ Որ կգնանք Ռուսաստան, բայց իրենք մի բան հաշվի չեն առել, որ մենք այստեղ Սամվել Կարապետյանը մինչև իմ տարիքը Հայաստան է ապրել, մենք բոլորս 200 տարի մեր տունը նույն վայրում է, ինչ որ 200 տարի առաջ ու նույն տեղն ենք ապրում ես 200 տարի, մեր ընտանիքը։ Այսինքն ու բացի դրանից նկատի ունեք։ Ոչ, Լեռնավիթ գյուղի մեր տունը, որտեղ հիմա բնակվում են մեր մեծերը։ Պարոն Կարապետյան, Ամստերդամի խոսքերի մեջ շարունակեմ, կարևոր բան կար։ Հա, իրենց հաշվարկը ուղղակի, որ բոլոր մարդիկ, ովքեր ունեն ֆինանսներ, սիրում են կոմֆորտ, բայց իրենք չեն հասկանում մարդկանց գաղափարականությունը։ Եվ հիմա ամեն օր իրենք զգալու են այդ գաղափարականությունը մարդկանց ու զգալու են, որ չի ստացվում ոնց որ մարդու վրա ճնշում գործադրել, որովհետև արդեն իրենց մոտ դեֆորմացիա կա, բոլոր մարդկանց կարծիքները ջարդելու կալանքի միջոցով մասնագիտական դեֆորմացիա են ենթարկվել, իսկ դրա ճանապարհը վերջում բռնապետությունն է։ Իհարկե դուք բացառում եք, որ Տաշիր ընկերությունների խմբում ընդհանրապես կոռուպցիոն որևէ ռիսկ չկա եւ այս ուսումնասիրությունները ցույց են տալու, որ իշխանությունների մեղադրանքները իրավապահ համակարգի մեղադրանքները սին են։ Նայեք, կոռուպցիոն ասելով, Նայեք ջան, դուք նկատի ունեք, եթե ընկերության մեջ կա կոռուպցիոն ինչ-որ խնդրեմ, դա մեր հանդեպ է, մենք ենք տուժողը։ Իրենք հաշվի չեն առնում, որ երբ որ ստուգում են այն ընկերությունները, որոնք մեր են, որ մենք ենք սեփականատերը, եթե կոռուպցիոն խնդիրները չլինեն, մեր շահույթը կավելանա։ Տրամաբանական իրենք միշտ ստուգել են պետական հիմնարկներ, մասնավորի ստուգման առաջի մեծ փորձն է իրանց։ Քաղաքային պարտավորությունները կատարելիս փողեր լվանալ, այդտեղ սեփականատերը եւս կարող է Այսպես մասնակցել։ ասեմ, բացառելը կարող է լինել Հայաստանում կա հարկային օրենսգրքում երկակիության խնդրեմ։ Ինչն է երկակիության խնդրեմը։ Նույն բանին կարող են նայել այս աչքով ու այն աչքով, բայց մենք ընկերությունների մեծ մասը ասում է տարեկան աուդիտ։ Այդ մեծ մասը ասում է աշխարհի 4 լավագույն աուդիտորական ընկերություններում տարեկան աուդիտ։ Եթե խնդիր կար, մենք մինչև այդ աուդիտորականների կողմից կիմանայինք։ Տեսեք, հիմա ասում են 300 քանի միլիոն աշխատավարձ եք ստացել մեկ տարվա մեջ, դա արդեն կոռուպցիոն ռիսկ չի կարող։ Չէ, այդպես բան չեն ասել։ Այդ 300 քանի միլիոնը ինչքան ժամանակ է։ Չէ, դա իմ մասին չէր։ Այդ 300 միլիոնը մի տարվա ինչ որ այդ ինչ բան է, դա իմ մասին չէր։ Իսկ մյուս մի հատ երկրորդ բան, որ որպես տնօրենների խորհրդի անդամ, ոչ թե նախագահ, որովհետև երբ որ եղել եմ նախագահ, հրաժարվել եմ աշխատավարձից, իսկ երբ որ եղել եմ, այսինքն մնացել է հեծում այդ գումարը։ Հա։ Պարոն Կարապետյան, ամեն Իսկ երբ որ եղել եմ անդամ, այդ աշխատավարձը փոխանցել ենք մեր բարեգործականին, բայց էլի եմ ուզում ասեմ։ Գրպանից հանել են, դրել են մյուս Բայց էդ էլ է մեր գրպանը։ Այո, Անի ջան, բայց հաշվի առեք, որ հեծնել, դա տնօրենների խորհրդին վճարում է իր սեփական միջոցներից։
այսինքն հեծի սեփականատիրոջ միջոցներից։ Սա ամբողջ աշխարհ վիճակում պարոն Կարապետյան այդքան բարձր աշխատավարձ ստանաք։ Նարեկ ջան, աշխատավարձը վճարվում է բարեգործական հիմնադրամին, փոխանցում էր, բայց կարևոր բան ասեմ, տխուր վիճակի հետ կապված։ Ներդրումային մեր սակագնայինի թույլ տված մաքսիմալ ներդրումները մենք արել ենք։ Էֆեկտիվության խնդիր եղել է, իհարկե եղել է։ Դրա համար ես 6 ամիս առաջ նշանակվել եմ Հեծի տնօրենների խորհրդի նախագահ, որ այդ էֆեկտիվության հարցը լուծենք։ 6 ամսվա ընթացքում անջատումների քանակը ՀՑԿ-ի տվյալներով 25% իջել էր։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը Հեծի հետ կապված երկու սցենար է հայտարարել։ Բայց լավ ցուցանիշ է թե վատ 25։ Պետք է ուսումնասիրեմ, որ ասեմ, ներողություն էլի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը Հեծի հետ կապված երկու սցենար է ներկայացրել։ Նշում է, որ կամ դա պետք է պետականացվի, կամ պետականացվի եւ տրվի էներգետիկ ոլորտի կառավարչի։ Դեռ գիտենք, որ վարույթ է ընթանում եւ վարչապետը նման հայտարարություն է անում։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, օրինակ հանձնաժողովի նախագահն ասում է, որ ոչ բնավ վարչապետի այս հայտարարությունը մեզ համար ուղղորդում չէ, դուք այդպես կարծում եք։ Երկու բան, առաջինը դուք հիշում եք, որ Նոբելյան մրցանակ ստացած այս տարվա 24 թվականի, այսինքն նախորդ տարվա Նոբելյան մրցանակակիրը տնտեսագիտության գծով հայտարարեց մեր շարժման հաշվետու ժողովի ժամանակ, որ ազգայնացումը էներգետիկ ակտիվների սեփականաշնորհման դեմ քայլերը վատ ազդեցություն են ունենալու երկրի տնտեսական մրցակցայնության վրա։ Այսինքն այո, Moody's-ը հենց իրենք սկսեցին դրա մասին խոսել, Moody's-ի վարկանիշով Հեծի իջավ։ Իդեպ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, Հեծը մենք գնել ենք այն ժամանակ, երբ ուներ մինուս իմ հիշելով 30-40 միլիոն դոլար մինուս եւ շատ մեծ գումարով, այսինքն ընդհանուր գործարքի արժեքը շատ մեծ էր։ Մնացել էր սնանկության 3 ամիս։ Դրանից հետո մենք գնել ենք, դարձրել ենք Հայաստանի վարկանիշից ավելի բարձր Հեծում եղել է պրոբլեմ, իհարկե եղել է, Հայաստանում ուր չկա պրոբլեմ, մեր նույն հասարակությունն է իր խնդիրներով, բայց որպես սեփականատերը ինչ է կառավարում։ Նա ներդրումներն է կառավարում, կորուստները իջել է 13-ից 6% Չեխիայի մակարդակին է հասել, ներդրումներն Հայաստանում իրենք ամբողջ տարին բերում են օտարերկրյա 70-80 միլիոն ներդրում։ Փաշինյանի հայտարարությունը ճնշում համարում եք թե ոչ։ Էս էլ ասել։ Հասարակությունը դժգոհ է, պարոն Կարապետյան։ Մարդիկ են հավաքվել, սպասում են։ Ամեն գնալի հարց էլի։ Շնորհակալ եմ։ Պարոն Կարապետյան, բայց այսօր Heç